Ձեզ սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենդանի ենք, առողջ ենք եւ կարող ենք գալ Աստծո ոտքերի մոտ եւ սովորել նրանից։ Թող Աստված մեզ օգնի իր Սուրբ Հոգին տա մեզ, որպեսզի Սուրբ Հոգին սորացնի մեզ, թե ինչ է ինքը գրել իր գրքում եւ Հիսուսի շնորհքով կարողանանք իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ուրեմն մենք արդեն հասել ենք 6-րդ դասին, ուսումնասիրում ենք Հովհաննեսի ավետարանը եւ արդեն հասել ենք 6-րդ դասին, որը կոչվում է այլ վկայություններ Հիսուսի մասին։ Հիշելու համարն է Հովհաննես 12:32 եւ երբ ես բարձրանամ երկրից, բոլորին ինձ մոտ եմ ձգելու։ Այսինքն քաշելու եմ դեպի ինձ։ Հիսուսը շատ զարմանալի բաներ էր իր մասին ասում, այն մասին, թե ով է ինքը, որտեղից է եկել եւ ով է ուղարկել իրեն։ Եվ իր գործած հրաշքներով նա ապացուցում էր իր խոսքը։ Հովհաննես 7:31 Երբ Քրիստոսը գա, արդյոք ավելի շատ նշաններ պիտի անի, քան սա է անում։ Այսինքն տեսնում էին, որ այս մարդը իրոք սովորական մարդ չի, այլ շատ նշաններ է անում եւ սկսում էին արդեն մտածել, որ իրոք այս մարդու գործերը ապացուցում են իր ով լինելը, որտեղ Հիսուսը իր խոսքերը հիմնավորում էր իր արած գործերով, որոնք վկայում էին նրա խոսքերի ճշմարտացիության մասին։ Սակայն երբ դեպքերը զարգացան եւ Հիսուսը երբ որ կերակրեց այդ 5000 ժողովրդին եւ նրանք ուրախացան, որ ինչ լավ է այսպիսի թագավոր ունենանք, հարուստ եւ փառավոր կապրենք, ինքը մեր թշնամիներին կհաղթի, ինքը մեզ ամեն օր հաց կտա, մեզ պետք չի լինի աշխատել, մեր համար փառավոր ձևով կապրենք։ Այսօր շատ մարդիկ երազում են այդ մասին, որ հանկարծ 1 միլիոն ընկնի իրանց գլխին երկնքից եւ իրանք սկսեն ուղղակի անհոգ ապրել։ Բայց միթե դրա համար է եկել Հիսուսը եւ միթե Աստված ուզում է, որ մենք այդպիսի կյանքով ապրենք, որտեղ շատ մարդիկ Աստծուն այսօր հենց այդպես են ընդունում։ Աստված գլխից 1 միլիոն թափի, ես առողջ փառող ապրեմ առանց հոգսի։ Բայց Հիսուսը առաջին անգամ, երբ որ եկել է բոլորին այլ նպատակով։ Մենք այդ մասին արդեն ասել ենք, եկել է որպես Աստծոգար, այլ ոչ թե թագավոր, թագավոր պիտի գա երկրորդ անգամ, երբ որ գա։ Եվ այն ժամանակ ինքը կթագավորի, թագավորներ կսարքի փրկվածներին եւ ինքը կթագավորի իրենց վրա, որտեղ կոչվել է թագավորների թագավոր եւ ծառաների ծառա։ Եվ ինչպես ասել ենք արդեն, այդ երկրում, այդ նոր երկրում տիրելու է ծառայելու սկզբունքը, թագավորները ծառայելու են իրար։ Այսինքն մինչև թագավոր դառնալը մարդ պետք է խոնարհվի, թողնի իր մեղքերը եւ ապացուցի Հիսուսի պես իր գործերով ապացուցի, որ ինքը իրոք սիրում է Աստծուն եւ որ ինքը իրոք կարող է ի վիճակի ապրել սուրբ մթնոլորտում որպես սուրբ մարդ։ Կարդանք Հովհաննես 3:25-36 համարները։ Եվ ահա Հովհաննեսի աշակերտների միրը մինչև մաքրության մասին վերջացած, որը երևի խոսքը գնում էր մկրտության մասին, իսկ մկրտվելով մարդիկ մաքրվում են, չէ՞։ Եկան Հովհաննեսի մոտ ու նրան ասացին. «Ռաբի, նա որ քեզ հետ Հորդանանի մյուս կողմում էր, որի մասին դու վկայեցիր, ահա նա մկրտում է եւ ամենքը նրա մոտ են գալիս»։ Այսինքն իրենք նախանձում էին, կարծես թե տես դու այսքան փառք ունեիր, բոլորը գալիս են քեզ լսում են, հիմա քեզ թողել են, բոլորը գնում են Հիսուսի մոտ։ Հովհաննեսն ասաց. Հովհաննեսը ոչ նախանձում էր Հիսուսին, ոչ էլ փառքի ձգտում ուներ։ Նա երբեք չլսեց սատանայի փսփսոցները, որը համոզում էր նրան, որ ինքը իրեն հայտարարի Մեսիա,
ինքը հավատարիմ մնաց Հիսուսի, որպես Հիսուսի վկա եւ վկայեց, որ ինքը չի Քրիստոսը, ինքը չի Մեսիան։ Եվ Հովհաննեսը իրենց պատասխանեց. Մարդ ոչինչ չի կարող ընդունել, եթե նրան երկնքից տրված չլինի։ Դուք ինքներդ վկայեք իմ ասածներին, ես Քրիստոսը չեմ, այլ նրանից առաջ եմ ուղարկվել։ Այսինքն ես ուղարկվել եմ, որպեսզի ճանապարհը պատրաստեմ նրա համար, ես Քրիստոսը չեմ։ Ով որ հարց ունի նա է Փեսան, բայց Փեսայի բարեկամը, որը մոտ է կանած, լսում է նրան, ուրախությամբ է լսվում եւ լսում է Փեսայի ձայնը, արդ այս է իմ ուրախությունը եւ այժմ այն կատարյալ է, նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը փոքրանա։ Այսինքն հարսանիքի ժամանակ Փեսան, ով ունի հարց, նա է ուշադրության կենտրոնում։ Նա է, այսպես ասենք, գլխավոր հերոսը, իսկ ընկերը, որ իր կողքը կանած է, ուրախանում է իր ուրախության համար, որ ամուսնանում է իր ընկերը։ Եվ այստեղ Հովհաննեսը իրեն համատեց հենց այդ Փեսայի ընկերոջ հետ, այսինքն մենք գիտենք Աստվածաշունչը միշտ էլ Աստծո եկեղեցին, Աստծո ժողովուրդը համատվում է հարսի հետ։ Եվ ասում է, որ իրականում Փեսան ոչ թե ես եմ, այլ Հիսուսն է, եւ ես ուրախանում եմ, որ տեսնում եմ ինքը այսօր եկել է եւ պիտի ես վկայեցի եւ իր ճանապարհը պատրաստեցի եւ իրեն ուղղորդեցի մարդկանց, ասեցի, որ ինքն է Հիսուսը, ոչ թե ես։ Եվ ամենահեզ ասացվածքը, որ երբևէ մարդ ասել է, նրա գործը պետք է մեծանա, իսկ իմը փոքրանա, կամ ես պետք է փոքրանամ, ինքը մեծանա։ Ուրեմն հետո նա շարունակում է, այսինքն ուզում է ասել, որ ես շատ փոքր եմ Հիսուսից, այսինքն Հիսուսն է երկնքից եկածը, ես ընդամենը երկրային մի մարդ եմ։ Շարունակենք կարդալ, ինչ ասեց Հովհաննեսը։ Նա որ գալիս է 31-ից 36։ Նա որ գալիս է վերուս, ամենքից վեր է, իսկ երկրից ելնողը երկրավոր է, ու երկրային բաներից է խոսում, այսինքն ես երկրավոր մարդ եմ, իսկ ինքը երկնքից է եկել։ Երկնքից եկողն ամենքից վեր է։ Նա վկայում է այն, ինչ տեսել ու լսել է, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Հովհաննեսը տեսնում էր, որ Հիսուսին չեն ընդունում։ Նրա վկայություն ընդունողը հաստատում է, որ Աստված ճշմարիտ է, որտեվ նա, ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքն է խոսում, որտեվ Աստված հոգին աստչափի չի տալիս։ Հայրը սիրում է որդուն եւ ամեն բան նրա ձեռքն է տվել։ Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի։ Տեսեք, այստեղ ինչ է, այսինքն հավատալ Հիսուսին ինչ է նշանակում, հնազանդվել իրեն։ Հակառակը ինչ է, չհնազանդվողը։ Հավատքի հակառակը ինչ է, չհնազանդելը։ Ուրեմն հնազանդելը հավատքի մասին է խոսում։ Ուրեմն իսկ որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծո բարկությունը կմնա նրա վրա։ Այսինքն մենք մեր ընտրությամբ որոշում ենք մեր ճակատագիրը։ Նրանք, ովքեր չեն ընդունում նրան, մնում են Աստծո բարկության ներքո։ Եվ սա ասում է Հովհաննես Մկրտիչը, ասում է դուք ինձ չպիտի ընդունեք փրկության համար, այլ Հիսուսին։ Ինքն է փրկություն տվող Հովհաննես 3:16-17-ում ասում է, Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր որդուն ուղարկեց, որպեսզի որդին զոհվելով շատերին փրկության տանի։ Եվ շատերը հրաժարվելով այդ փրկությունից ստիպված կլինեն կրել իրենց մեղքի պատիժը, հավիտենական մահը, որտև մեղքի վարձքը մահն է։ Այստեղ խոսքը գնում է, Աստվածաշունչն ասում, որ մեղքի վարձքը մահն է, խոսքը գնում է ոչ թե առաջին մահվան մասին, որ քնի պես է, որով մեռնում են բոլորը, թե արդարները, թե ոչ արդարները, թե Հիսուսին ընդունվածները, թե չընդունածները, այլ երկրորդ մահվան մասին, հավիտենական մահվան մասին, վերջնական մահվան մասին։ Այսինքն Հիսուսը խաչի վրա մեռավ այդ երկրորդ հավիտյան վերջնական մահով։ Ինքը այդ պատիժը կրեց նրանց փոխարեն, ովքեր պիտի դարձի գան եւ ընդունեն իրեն որպես իրենց անձնական փրկիչը։
Կարդանք Հովհաննես առաջին 32-ից 36 համարները։ Կարդանք 29 համարից։ Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին, որ գալիս է իր մոտ ու ասաց. «Ահա Աստծո գառը, որ իր վրա է վերցնում աշխարհի մեղքը։ Սա է, որի մասին ես ասում եմ, ինձանից հետո գալիս է մեկը, որ ինձանից մեծ է, որովհետև նա կար ինձանից առաջ»։ Սրա մասին մենք անցած անգամ խոսացինք։ Ես չի ճանաչում նրան, սակայն որպեսզի նա հայտնի լինի Իսրայելին, դրա համար եկա ջրով մկրտելու։ Եվ Հովհաննեսը վկայեց ու ասաց. «Տեսնում էի հոգին, որ աղավնուպես իջնում էր երկնքից եւ հանգչում նրա վրա։ Ես նրան չի ճանաչում, բայց նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, այսինքն Աստված, ինձ ասաց. ում վրա տեսնես, որ հոգին իջնում է ու մնում, նա է Սուրբ Հոգով մկրտող»։ Այսինքն նույնիսկ Հովհաննեսը չի գիտեր ով է Մեսիան։ Ու ես տեսա եւ վկայեցի, թե սա է Աստծո որդին։ Ուրեմն, ինչպես նախորդ մենք ասեցինք, հրեաները փնտրում էին եւ հիմա էլ մարդիկ եւ շատ ազգեր փնտրում են այնպիսի Մեսիայի, ով իրենց կազատագրի իրենց հալածիչներից, այն ժամանակ հռոմներ, երկար ժամանակ բռնաճնշումների տակ գտնվելով հրեաները հավատում էին, որ Մեսիան ոչ միայն կործանելու է Հռոմը, այլև հաստատելու իրենց որպես մեծ եւ հզոր ազգ։ Դրան էին իրենք սպասում։ Եվ հիմա էլ ճիշտ ասած հենց դրան են սպասում։ Այնուամենայնիվ, Հովհաննեսի խոսքերը, որ Հիսուսին Աստծո գառ անվանեց, թեև ուղղակիորեն մատնանշում էին նրա քավիչ զոհաբերությունը, հավանաբար սխալ էին հասկացվում մարդկանց մեծամասնության կողմից։ Հովհաննեսը չասեց Հուդայի ցեղի առյուծը։ Երբ որ Հիսուսը երկրորդ անգամ գա, ինքը գալու է որպես Հուդայի ցեղի առյուծ, որպես թագավոր։ Եվ հրեաները իրականում սպասում են միայն այս գալուստին։ Եվ երբ որ Հովհաննեսը ասում է ահա Աստծո գառը, այսինքն ուզում է ասել ինքը չի եկել թագավոր լինելու այստեղ։ Ինքը եկել է, որ իր կյանքը տա ձեր մեղքերի համար։ Եվ երբ որ նրանք հասկացան դա, միգուցե երբ որ Հովհաննեսը ասեց ահա Աստծո գառը, իրանք չէին հասկանում, թե ինչ է ասում այս մարդը, ինչ Աստծո գառ։ Այդպիսով Հովհաննեսն իր ատերանով ցանկանում էր փոխել Մեսիայի վերաբերյալ նրանց ըմբռնումը, որպեսզի նրանք կարողանան Հիսուսի մեջ ճանաչել եկող թագավորի վերաբերյալ մարգարեությունների կատարումը եւ թե ինչ է նա անելու։ Նա գալու էր ոչ թե որպես քաղաքական ու ռազմական առաջնորդ, այլ իրեն որպես զոհ մատուցելու աշխարհի մեղքերի համար։ Դա էր նրա նպատակը։ Միայն դրանից հետո, երբ ամեն ինչ ավարտվի, կհաստատվի վերջնական թագավորությունը։ Երբ Հիսուսի մկրտության ժամանակ Հովհաննեսը ցույց տվեց նրան որպես Աստծո գառի, նոր լույս սփռվեց Մեսիայի ծառայության վրա։ Մարգարեն հիշեց Եսայիա մարգարեի խոսքերը, ինչպես մի գառ, որ մորթվելու է տարվում։ Եսայիա 53:7։ Էլեն Ուայթ դարի փափագը H136։ Հովհաննես առաջին գլխի 31 համարում Հովհաննես մկրտիչն ասում է. «Ես չի ճանաչում նրան»։ Այդ դեպքում ինչպես Հովհաննեսը ճանաչեց Հիսուսին որպես Մեսիա։ Պատասխանն այն է, որ Տերը, ով ուղարկեց Հովհաննեսին, նախապես ասել է նրան. ում վրա տեսնես, որ հոգին իջնում է ու մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Ու ես տեսա եւ վկայեցի, թե սա է Աստծո որդին։ Այլ խոսքերով, Աստված Հովհաննեսին հայտնեց, որ Հիսուսը Մեսիան է։ Առաջին Կորինթացից 1:24 ասում է. Քրիստոսը Աստծո զորություն ու Աստծո իմաստությունն է։ Հիսուսի մասին, որպես Քրիստոսի իմաստությունը գալիս է Աստծուց նրա հոգու համոզիչ զորությամբ, այս թեման հաճախակի է հայտնվում Հովհաննեսի ավետարանում։ Փրկությունը չի բխում աշխարհիկ փիլիսոփայությունից, գիտությունից կամ բարձրագույն կրթությունից։ Այն միայն Աստծուց է հասնում սրտին, որը հանձնվել է նրան հավատով եւ հնազանդվել Հիսուսին։ Այսինքն եւ կրթված եւ չկրթված մարդկանց համար դա Սուրբ Հոգու գործոնն է, որ ազդում է մարդկանց վրա եւ նրանք ընդունում են Քրիստոսին որպես իրանց փրկիչ, որտեղ Սուրբ Հոգու մասին, ինչպես առաջ ասել ենք, ինչ է ասում, որ Սուրբ Հոգին հանդիմանում է մարդունին մեղքի մեջ
Եվ երբ որ մարդը հասկանում է, որ ինքը սխալական մեղավոր մարդ է, Սուրբ Հոգին սկսում է մխիթարել իրեն եւ հիշեցնում է Աստծո խոստումները, որ ով որ ապաշխարում է նրա մեղքերը ներվում են եւ նա սրբվում է։ Ուրեմն այն միայն Աստծուց է հասնում սրտին, որը հանձնվել է նրան հավատով եւ հնազանդվել է Հիսուսին։ Շարունակենք կարդալ Հովհաննես 6:51-71 համարները, Հովհաննես 6:51-71։ Ուրեմն երբ որ Հիսուսը կերակրեց այդ 5000 մարդկանց, ավել 5000 միայն տղամարդիկ էին, եւ նրանք որոշեցին, ո ինչ լավ, այս ինչ լավ թագավոր մենք ունենանք, բայց Հիսուսը նրանց հիասթափեցրեց։ Հիսուսը ասեց. ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, եւ այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար։ Այսինքն մարդիկ, դուք ոչ միայն ֆիզիկական էակ եք, այլ նաև հոգևոր էակ եք։ Եթե դուք միայն ֆիզիկական նպատակներով եք ապրում, դուք նմանվում եք անասունների, բայց դուք հոգևոր էակ եք, հիշեք։ Եվ ինչպես որ հացը մարդը ուտում է, որպեսզի իր ֆիզիկական կյանքը ապահովի, այսինքն ուտելիք ուտում ես, որպեսզի շարունակես ապրել, Հիսուս ասում է, ես եմ երկնային հացը, ես հոգևոր հացն եմ։ Այսինքն դուք ինձ պիտի ուտեք, որպեսզի կարողանաք հոգևորապես գոյատևել։ Եվ Աստվածաշունչը դա հոգևոր հացն է։ Ինքը կոչվում է Աստծո խոսք, Աստվածաշունչը դա Հիսուսն է։ Եվ ինքը ասում է, որ ես ինչ է նշանակում հավիտենական, այսինքն հոգևոր հաց ուտել։ Աստվածաշունչը կարդալ եւ հավատալ եւ հնազանդվել եւ ընդունել Քրիստոսին որպես անձնական փրկիչ, դա է նշանակում, որ ասում է իմ մարմինով որ չուտի, շարունակենք կարդալ։ Այդ ժամրիաները միմյանց հետ վիճաբանում են ասում, սա ինչպես կարող է իր մարմինը մեզ տալ ուտելու։ Հիսուսը նրանց ասաց, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մարդու որդու մարմինը չուտեք եւ նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը եւ խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի եւ ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Այսինքն ով որ ընդունում է ինձ որպես անձնական փրկիչ, իմ զոհը ընդունում է, իմ արյունը թափած ընդունում է, որպես երաշխիք իր փրկության, այդ մարդը կփրկվի։ Եվ ես ասում եմ, վերջին օրը նրան հարություն կտամ, այսինքն որ վերջին օրը, այս աշխարհի վերջին օրը, երբ որ Հիսուսը գա, այս աշխարհը քարոքանդ է լինելու եւ այն մարդիկ, ովքեր ընդունել են Հիսուսին, հարություն կառնեն։ Որտեւ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է եւ իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է, ով ուտում է իմ մարմինը եւ խմում է իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ նրա հետ։ Ինչպես կենդանի հայրը ինձ ուղարկեց եւ ես ապրում եմ հոր միջոցով, այնպես էլ նա ով ինձ ուտում է կապրի ինձանով։ Սա է այն հացը, որ երկնքից է իջել, ոչ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան, նա ով ուտի այս հացը հավիտյան կապրի։ Այստեղ պարզ Հիսուսը ասում է, որ ձեր միակ փրկության ձևը, եթե ուզում եք փրկվել, եկեք շարունակենք կարդալ։ Հիսուս այս ասած ժողովում, երբ Կափառնաումում ուսուցանում էր, եւ նրա աշակերտին շատերը երբ լսեցին, ասացին, խիստ է այդ խոսքով կարող է դա լսել, բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. դա ձեզ գայթակղծնում է, եթե տեսնեք մարդու որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առաջ էր։ Հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի ու կյանք, բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Որտեղ Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, եւ ով էր նա, ով մատնելու էր իրեն, եւ ասաց դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ հոր կողմից տրված չէ նրան։ Հայրը ուզում է, որ բոլորը գան, բայց մարդիկ են իրենց ընտրությամբ հրաժարվում։ Դրանից հետո, երբ նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին եւ նրան այլևս չհետևեցին, ասեմ թե 70 հոգի հեռանում են իրանից։ Ինչու՞։ Որտեղ տեսան, որ Հիսուսը չի եկել իրենց աշխարհիկ նպատակները, ցանկությունները կատարելու, իրենց փառք տալու, հարստություն տալու, իրենք չեն կարող իրենց անձնական շահերի համար օգտագործել Հիսուսին եւ ասեն լավ, ինչներից է պետք է աղքատ ուսուցիչը։ Եվ թողեցին նրանց։
Արդ Հիսուսն այն 12-ին ասաց. գուցե դուք եք ուզում գնալ։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. Տեր, ում մոտ գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Հիսուսը նրան պատասխանեց. չէ որ ես եմ ընտրել ձեզ 12-ից, սակայն ձեզ այնց մեկը սատանա է։ Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որտեղ նա էր 12-ից մեկը, որ մատնելու էր նրան։ Ուրեմն Պետրոսը ասեց. ում մոտ գնանք։ Դու ունես հավիտենական կյանքի խոսքերը։ Ուրեմն այս խոսքը, որ Հիսուսը ասեց, բացեց բազմության աչքերը այն փաստի վերաբերյալ, որ Հիսուսը չի լինելու իրենց երկրային թագավորը։ Հիսուսը չի պատրաստվում երկրային թագավոր դառնալ։ Ինքը երկրային թագավոր է լինելու նոր կյանքի մեջ։ Նա չէր համապատասխանում երկրային մտածողության ստեղծած օրինակին։ Նրանք չցանկացան դարձի գալ, ինչը կվերափոխեր նրանց մտածելակերպը, որ կարողանան ճանաչել ու ընդունել Հիսուսին որպես Մեսիա։ Այդ ժամանակ նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին նրանից։ Մարդկային առումով դա պետք է որ ծանր լիներ Հիսուսի համար, ամբողջի հավանությունը հաճելի է։ Եվ ով չի ցանկանում, որ իրեն հավանության արժանացնեն։ Սակայն տեսնել, որ շատ մարդիկ հետ են քաշում ձեզանից եւ կասկածի տակ դնում ձեր սկզբունքները, բնականաբար նաեւ հուսահատեցնող է։ Տեսնելով, որ շատերն են հեռանում, Հիսուսը հարցնում է իր մտերիմ շրջապատին 12-ին. արդյոք նրանք էլ կամենում են հեռանալ։ Եվ սա այն ժամանակ է, երբ Պետրոս անում է իր զարմանալի խոստովանությունը եւս մեկ վկայություն, թե ինչ ունի Հիսուսը եւ թե ով է նա։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, եւ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, կենթանի Աստծո որդին։ Աշակերտները մի քանի տարի Հիսուսի հետ էին։ Ճանապարհորդում էին նրա հետ, տեսնում էին նրա հրաշքները, լսում էին նրա քարոզները, նրանք կյանքի փորձից գիտեին, որ նրա հետ համեմատելի ոչ ոք չկա։ Նրանց մեջ հաստատվեց այն համոզմունքը, որ որքան էլ անսովոր լինեն որոշ իրավիճակներ, այս մարդը Մեսիան է, անկախ նրանից, թե նրանք դեռևս ճիշտ են հասկանում նրա ապագա նպատակը։ Այսինքն, ում մոտ գնանք։ Այս նախանց փարիսեցիների մոտ, որոնք ֆորմալիզմ են ուղարկի քարոզում, իրանց ծեսերը, իրանց մեռած ծեսերը եւ իրանց մեռած ուսմունքը, որ չի համապատասխանում Աստվածաշի։ Գնանք իրանց մոտ ինչ անենք։ Դրանք, որոնք իրենց արհամարում են, սա մի քիչ հետո կտեսնենք։ Հովհաննեսի հավատարանի սկզբում խոսում է խոսքի լոգոս, Աստծո, այսինքն Հայր Աստծո մոտ լինելու մասին։ Երբ խոսքը մարմին դարձավ, Հոգին վկայեց Հիսուսի մասին, իջնելով նրա վրա նրա մկրտության ժամանակ։ Սակայն Հայրը Հիսուսի մասին վկայում է նաև նրա երկնային ծառայության ընթացքում։ Այսինքն, երբ որ կարդանք Հովհաննես 5:36-38, սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որտեղ այն գործերը, որ Հայրն է ինձ տվել գործելու, իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել, եւ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ոչ նրա ձայնը երբևէ լսեցիք, ոչ նրա կերպարանքը տեսաք։ Այսինքն Հայրս վկայել է, բայց դուք չլսեցիք։ Գիտեք ինչի մարդը չի լսում։ Գիտեք, մարդը կարող է խոսել, դահլիճում գտնվեն թեկուզ 10 մարդ։ Դուք կարծում եք բոլոր 10 մարդիկ լսում են, թե այս մարդը ինչ է ասում։ Դա կախված է իրենց վերաբերմունքից այս մարդի ասածին։ Կարող է 5 հոգին ուշադիր լսեն եւ հասկանան, թե այս մարդը ինչ է ասում եւ լսեն, բայց կարող է այն մյուս 5 հոգին դուրս գանցեն ինչ էր ասում, այդ չգիտեմ ինչ էր ասում, չեմ հիշում։ Այսինքն կապ ունի, թե դուք ինչքան կենտրոնացած եք ասողի վրա կամ ասածի վրա։ Եվ Հայրը իրականում վկայել էր, բայց շատ մարդիկ, ովքեր կենտրոնացած են իրանց փառքի վրա, այլ ոչ թե լսեն ինչ է ասում Հայր Աստված, այդ մարդիկ չլսեցին այդ վկայությունը։ Դա համար է Հիսուս ասում, դուք ոչ նրա ձայնը լսեցիք, ոչ նրա կերպարանքը տեսաք, ոչ էլ նրա խոսք ունեք ձեր մեջ, որտեղ նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Դուք քննում եք Սուրբ Գիրքը կարծելով, թե դրա մեջ գտնելու եք հավիտենական կյանքը եւ այն վկայում է իմ մասին, բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Այսինքն Աստվածաշունչը վկայում է իմ մասին, դուք
իբր թե լավ գիտեք Աստվածաշունչը, դուք հասկանում եք, որ իրոք ես Մեսիան եմ, բայց չեք ուզում գալ, ինչի, որովհետև դուք փառքով հարստությամբ լի կյանք եք ուզում, չեք ուզում, որ ձեր մեղքերը ի հայտ գան, չեք ուզում խոստովանեք ձեր մեղքերը եւ փրկվեք։ Մատթեոս 3:17-ի մեջ Հովհաննեսը ինչ է ասում։ Այսինքն նոր կարդացինք Հովհաննեսի մեջ եւ այնտեղ էլ ասում է, որ Հովհաննես ասում է, ես չգիտեի թե ով է Մեսիան, բայց այն ով որ ինձ ուղարկեց մկրտելու ասեց, ում վրա որ իջնի աղավնին նա է։ So այսպիսով եւ այդ ժամանակ ինչ պատահեց, Հայր Աստված վկայեց, ասեց, սա է իմ սիրելի որդին, Մատթեոս 3:17։ Եվ ահա երկնքից ձայն լսվեց, որ ասում էր, դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը։ Այսինքն Հայր Աստված վկայեց Հիսուսի մասին։ Երբ որ Հիսուսը սկսելու էր իր ծառայությունը։ Եվ նաև հետո, երբ որ Հիսուսը մեջտեղում, Հիսուսի ծառայության մեջտեղում, երբ որ ինքը բարձրացավ սարը եւ այնտեղ փոխվեց իր կերպը, իր արտաքինը եւ իր փառքը երևաց, այնտեղ էլ այս երեք աշակերտների առաջ Հայր Աստված վկայեց, ասեց, սա է իմ սիրելի որդին, որին ես հավանում եմ։ Եվ նաեւ վերջում վկայեց նորից, երբ որ հույները ուզում էին իրեն տեսնել, ինքը եկավ հույների մոտ, արտաքին գալիթում կարոզեց, այդ ժամանակ էլ Աստծո Հայր Աստծո ձայնը եկավ եւ ասեց, սա իմ սիրելի որդին, որ ինձ ես հավանում եմ, բայց շատերը այդ ձայնը ընկալեցին ուղղակի որպես ամպրոպ, իսկ նրանք ովքեր իրականում ուզում էին, ծարավ ունեին ընդունել, նրանք լսեցին հոր ձայնը, որ ասեց, սա իմ սիրելի որդին, այսինքն Հիսուսի ծառայության սկզբում մեջտեղում եւ վերջում Հայր Աստված վկայեց, որ Հիսուսը իր սիրելի որդին է։ Ուրեմն այդ ծառայության վերջին օրերին ամեն ինչ իր գագաթնակետին էր մոտենում։ Կրոնական առաջնորդները չկարողանալով նրան կանգնեցնել, որտեղ Հովհաննես 12:19 ասում է, բոլորը գնում են իր հետևից եւ մենք ոչ չեն կարող կանացնել։ Ցանկանում են, որ նա մահանա։ Այժմ առավել քան երբևէ։ Մարդիկ խռնվում են նրա շուրջը, հատկապես երբ ավելի ու ավելի շատ մարդիկ սկսեցին հետևել Հիսուսին, լսելով նրանց վկայությունը, ովքեր ականատես էին եղել, թե ինչպես է նա Ղազարոսին հարություն տվել մեռելներից։ Նույնիսկ հույները, որ այնտեղ էին տոնի կապակցությամբ, ցանկանում էին տեսնել Հիսուսին։ Այդ պահին ի պատասխան Հովհաննես 12:28-ի համարում Հիսուսի հայր փառավորիր քո անոխոսքերին, հայրը կրկին երկնքից խոսում է, փառավորեցի եւ դարձյալ կփառավորեմ, Հովհաննես 12:28։ Ինչպես արդեն տեսանք, Հիսուսի փառքի ժամը խաչն էր։ Այդպիսով Հիսուսի մասին հոր վկայությունը ցույց է տալիս Աստծո գառի մեծ զոհաբերություն աշխարհի մեղքերի համար։ Դա նրա երկրային ծառայության գագաթնակետն է։ Նրա մահը մեզ համար վճարեց մեր բոլոր մեղքերի ամբողջ պատիժը եւ նրա հանդեպ հավատով երբեք ստիպված չենք լինի կրելու այդ պատիժը, այսինքն երկրորդ մահը։ Եվ այդպիսով Աստված ապացուցեց աշխարհին, որ Սատանան սուտասան է, որ Սատանան իր բնույթն է վերագրել Աստծուն, որ Սատանան է դաժան եւ ողակալ եւ եսասեր, այլ ոչ թե Աստված։ Հովհաննես 7:37-38 Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանած էր եւ աղաղակում էր ասելով, եթե մեկը ծարավե թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Ուրեմն Հովհաննեսը բազմիցս արձանագրել է, թե ինչպես է Հիսուսը համարձակ հայտարարություններ անում իր մասին, այն մասին, թե ով է ինքը եւ ինչի համար է եկել։ Եվ այս խոսքերը, որ մենք կարդացինք, եւս օրինակ են այն բանի, թե ինչ էր պնդում Հիսուսը իր մասին եւ այն մասին, թե ինչ էր անելու
ինչ է անելու բոլոր նրանց հետ, ովքեր կգան իր մոտ։ Դրանք եւս պնդումներ էին։ Երբ Հիսուսը խոսում էր տաղավարահարած տոնին ներկա հրեաների հետ, ինչպես արձագանքեցին մարդիկ։ Հովհաննես 7-րդ գլուխ 37-53, Հովհաննես 7-րդ գլուխ 53-ից։ Ո 37-ից 53-ներ, 37 համարից։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանանց երաղակում էր. Եթե մեկը ծարավի թող ինձ մոտ գա ու խմի, ինչպես գիրքն է ասում, ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն։ Նա այս ասած նկատի ունենալով հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որտեղ Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ բանավորված չէր։ Այսինքն, որ մենք ընդունում ենք Հիսուսին որպես փրկիչ, մենք ստանում ենք Սուրբ Հոգին, որը օգնում է մեզ ապրել Հիսուս Քրիստոսի խոսքերի համաձայն, Աստծո օրենքի համաձայն։ Այդ ժողովրդի միջից շատերը երբ լսում էին այս խոսքերը, ասում էին, ինչպես իրապես նա մարգարե է, ուրիշներն ասում էին, սա է Քրիստոսից գնացածն էլ ասում են, միթե Քրիստոսը գալիից է գալու, չէ՞ որ գիրքն ասում է Քրիստոսը գալու է Դավթի սերնդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր։ Բայց իրոք Հիսուսը եկել էր Բեթլեհեմից, բայց այս մարդիկ չգիտեին այդ մասին։ Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պարակտում եղավ, նրանց ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց։ Եվ ուրեմն փարիսեցիները սպասավորներ էին ուղարկել, որ Հիսուսին բռնեն եւ բերեն։ Արդ սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ եւ սրանք ասացին նրանց. Ինչու նրան չբերեցիք։ Սպասավորները պատասխանեցին. ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այս մարդը։ Փարիսեցիները նրանց պատասխանեցին. միթե դուք եք մոլորվել, միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան, բացի այդ ժողովրդից, ով որ չգիտի օրենքը եւ դրա համար նզովված է։ Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել եւ նրանցից մեկն էր ասաց նրանց. միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն առանց նախապես նրան լսելու կամ իմանալու թե ինչ արել, այսինքն դուք ասում եք, թե իբրև ժողովուրդը չգիտի օրենքը դուք գիտեք, բայց դուք հիմա օրենքի դեմ եք գնում։ Դուք դեռ չեք ապացուցել, որ Հիսուսը մեղավոր է, իրեն չեք լսել, այսինքն օրենքի դեմ եք գնում եւ արդեն ուղարկում եք զինվորների, որ իրանք բռնեն եւ բերեն Հիսուսին։ Նրանք պատասխանեցին, այս խոսքերը Նիկոդեմոսի ապացուցում են, որ ինքը արդեն այդ ճանապարհին էր Հիսուսին ընդունելու որպես իր փրկիչը։ Նրանք պատասխանեցին նրան. գուցե դու ես Գալիլեայից, քնիր եւ տես, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս։ Եվ ամեն մեկ իր տունը գնաց։ Եվ այդ զինվորներն էլ չբռնեցին։ Տեսնում եք, նույնիսկ զինվորները, երբ որ լսել էին Հիսուսի խոսքը, ասին մենք այդպիսի խոսքեր մենք դեռ չենք լսել եւ չէին կարողացել բռնել, այսինքն այնքան էին ազդվել իր խոսքերից, որ դատարկաձեռն առանց Քրիստոսին բռնելու եկել էին հետ եւ դրանից ավելի կատաղեցին այս կրոնական առաջնորդները եւ ոչ մի փաստարկ չունեին իրանց ճշմարտացիության վերաբերյալ, մենակ ասում են արհամարանքով ասում են այս նզոված եք, չեք ճանաչում օրենքը, իբր թե իրենք ճանաչում են, այս մարդիկ էլ ովքեր գնում են Հիսուսի հետևից չեն ճանաչում, այսինքն ցույց տվեցին իրենց իսկական վերաբերմունքը ժողովրդին։ Եվ դրա համար Պետրոս ասեց. ում մոտ գնանք, Հիսուս ջան, քեզ թողեք ում մոտ գնանք, սրանց այս մեծամիտ գարշելի մարդկանց մոտ, ովքեր մեզ համարում են ինչ-որ մի ցածր երևույթ, նզոված, ինչա որ մենք ուզում ենք ճշմարտության հետևից գնալ։ Նույնիսկ այս սպասավորները ապշել էին, որ ուղարկվել էին բռնելու Հիսուսին, ապշել էին նրա եւ նրա խոսքերի պերճախոսությունից։ Փարիսեցիները սպասավորներին պատասխանեցին, ուրեմն այդ փաստարկը միայն բերեցին. միթե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան։ Այսինքն մենք պիտի լինենք ձեր էտալոնը հավատքի։ Ոչ, մարդը չի կարող էտալոն լինել։ Աստված է էտալոնը հավատքի, Հիսուսն է։ Եվ
Փարիսեցիների այս հարցը Հովհաննեսին կրկին հնարավորություն տվեց ասպարեզ բերելու Նիկոդեմոսին, որ Հիսուսի հետ հանդիպումից հետո փորձում էր նրանց խարդախություններից պաշտպանել Հիսուսին։ Միթե մեր օրենքը դատապարտում է մարդուն առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ինչ արել։ Նիկոդեմոսը երբևէ ընդունեց Հիսուսին որպես Մեսիա, թե ինչ արեց նա Հիսուսի մահից հետո։ Աստվածաշունչը մեզ հիմնավոր վկայություն է տալիս, որ Նիկոդեմոս իրականում հավատաց նրան եւ այսպես նրանց հարցի պատասխանն էր, որտեվ ոչ միայն Հովսեփ Փարիսեցին եկավ Հիսուսի մարմինը տանելու, այլ նաև Նիկոդեմոսը եւ իր հետ բերեց շատ խունկ եւ այնպիսի բաներ, որպեսզի իր մարմին օծեն, մեռած մարմինը Հիսուսի։ Եվ այսպես նրանց հարցի պատասխանն էր, այո, իրականում փարիսեցիներից մեկը ի վերջո հավատաց նրան, Նիկոդեմոսը։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի դարի փափագից, ում մոտ գնանք։ Իսրայելի վարդապետները ձևամոլության ստրուկներ էին։ Փարիսեցիներն ու սադուկեցիները մշտական վեճի մեջ էին։ Լքել Հիսուսին կնշանակեր միանալ ծեսերի եւ արարողությունների մոլի կողմնակից եւ գոռոզ մարդկանց, ովքեր միայն իրենց փառքն էին որոնում։ Եվ այդ մարդիկ նորից ասենք օգտագործում են ուրիշ մարդկանց, հասարակ մարդկանց իրանց փառքի համար, իրանց փառքը մեծացնեն կամ ավելի հարստանան։ Քրիստոսին ընդունելուց հետո աշակերտներին ավելի շատ խաղաղություն եւ ուրախություն էին գտել, քան իրենց ողջ անցյալ կյանքում։ Ինչպես կարող էին վերադառնալ նրանց մոտ, ովքեր արհամարել ու հալածել էին մեղավորների բարեկամին։ Նրանք երկար էին սպասել Մեսիային։ Հիմա նա եկել էր եւ իրենք չէին հեռանա նրանից, որպեսզի գնան նրանց մոտ, ովքեր ուզում էին վերջ տալ նրա կյանքին եւ հալածում են նրա հետևորդներ դառնալու պատճառով։ Ում մոտ գնանք։ Քրիստոսի ուսմունքը, նրա սիրո եւ ողորմության դասերից նրանք չէին հեռանա դեպի անհավատության խավարն ու աշխարհի ամբարշտությունը։ Մինչ շատերը, որ ականատես են եղել նրա հրաշքներին, լքեցին փրկչին, Պետրոսն արտահայտեց աշակերտների հավատը։ Դու ես Քրիստոսը։ Միտքն անգամ, որ կարող էին կորցնել իրենց հոգիների խարիսխը, սարսափ ու ցավ էր պատճառում նրանց։ Զրկվել փրկչից կնշանակեր հայտնվել խավար ու կատաղած ծովի ալիքների մեջ։ Էլեն Ուայթ, դարերի փափագ, Էջ 393։ Շնորհակալություն Աստծուն այս գեղեցիկ դասի համար։ Մնում է ցանկանալ եւ ինձ համար, եւ ձեզ համար, բոլորիս համար, որ մենք Հիսուսի աշակերտների պես, Պետրոսի պես ճաշակենք եւ հասկանանք, թե ինչ քաղցր է Հիսուսը։ Եվ երբ որ մեր առաջընտրություն կան Հիսուսին թողնելու, ասենք, ում մոտ գնանք։ Մենք արդեն ճաշակել ենք, թե ինչքան քաղցր է Հիսուսը, թե ինչքան արդար է իր ուսմունքը, թե ինչքան ողորմած է ինքը, որ մեծ տվեց երկրորդ հնարավորություն այս ժամանակավոր կյանքի ընթացքում ընտրելու իրեն, ընտրելու սրբությունը, այլ ոչ թե մեղքը, այլ ոչ թե նախանձը, գոռոզությունը, չկամությունը, չարությունը, շահամոլությունը, փառամոլությունը։ Թողեք այդ բոլոր զիբիլը, մաքրեք ձեր սիրտը այդ բոլոր զիբիլից եւ գնացեք Հիսուսի հետևից։ Դա բոլորը աղբ է։ Պողոս առաքյալն ասեց, ես աղբ եմ համարում այն ամեն ինչ, որ ես ունեցել եմ այս կյանքում, հանուն Քրիստոսի սիրո։ Միակ ճշմարիտ սերը ձեզ կարող է տալ միայն Հիսուս Քրիստոսը։ Միակ ճշմարիտ հոգևոր կերակուրը ձեզ միայն կարող է տալ Հիսուսի ուսմունքը։ Մի խաբվեք, մի կարծեք, թե խմելով այս երկրի կեղտոտ ջրից դու կարող եք հագեցնել ձեր սրտի ցավը։ Երբեք խմեք Հիսուսի մաքուր ջուրը, կենթանի ջուրը, ինքը ասեց, ես եմ կենթանի ջուրը։ Եվ կերեք Հիսուսի մաքուր հացը, երկնային հացը, որպեսզի նաև լինեք հոգևոր էակներ, այլ ոչ թե միայն ֆիզիկական էակներ։ Հոգևոր կյանքով ապրեք, այլ ոչ թե անասունների պես։ Թող Աստված մեզ օգնի այդ հարցում, Աստծո ողորմություն, մինչև մյուս